Մայրաթոռում ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամ 4 բարձրաստիճան հոգևորական եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում է ստացել։ Կաթողիկոս Գարեգին II ձեռնադրել է Եղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Իսահակ Վարդապետ Պողոսյանին, Մասացյոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարգարյանին, Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տանյանյա Վարդապետ Ծատուրյանին և Մայրաթոռի քարոզչական կենտրոնի տնօրեն Զաքարիա Ծայրագույն Վարդապետ Բաղումյանին։ Արարողության ընթացքում նրանք եպիսկոպոսական հանդերձանք են հագել։ Ախրքալակ կարս երկաթուղին բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա, սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի և Վրաստանի գործընկերներին, գրել է Փաշինյանը։ Գրառմանն է անդրադարձել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլչը։ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում ևս մեկ նոր և կարևոր քայլ կատարվեց։ Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում, սոցցանցում գրել է նա։ System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե այս տարվա հուլիսին խումբը համերգ է ունենալու Երևանում։ Թանկյանը նշել է, որ թեմայի շուրջ շփոթմունք կա, թեև հուլիսին համերգ ունենալու պլաններ եղել են, սակայն լոգիստիկ և ժամանակային բարդությունների պատճառով որոշվել է այն հետաձգել։ Նոր ժամկետների մասին կհայտարարվի, երբ ամեն ինչ հստակ լինի, գրել է նա։ Համերգի անցկացման մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր քարոզարշավի ժամանակ։ Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, որ հուլիսին համերգ կազմակերպելու տարբերակն իրոք երկուստ է քննարկվել է, սակայն որոշ կազմակերպչական հարցեր հնարավոր չեն դարձնում դրա իրականացումը հենց հուլիսին։ Այդուհանդերձ համերգը մնում է օրակարգում և առաջիկայում խմբի հետ կհամաձայնեցվեն դրա անցկացման նոր ժամկետները, գրել է նա։ Մայր Հայաստան կուսակցության առաջնորդ և Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվել է։ Քաղաքական գործչին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով։ Թևանյանը չի ընդունել իրեն ուղղված մեղադրանքները։ Как сейчас пытаются Армению втянуть в ту же. Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար, Ռուսաստանին որքան հնարավոր է շատ ցավ պատճառելու նպատակով, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Արևմուտքը փորձում է մեր դաշնակիցներին բաժանել իրարից, սկսելով առաջին հերթին մեր հարևաններից, ինչպես դա արեցին Վրաստանի և Մոլդովայի հետ, ինչպես հիմա անում են Ուկրաինայի հետ, և ինչպես հիմա փորձում են Հայաստանին ներքաշել նույն սխալ տրամաբանության մեջ, նշել է նա։ Ստարոբելսկում ավարտվել են որոնողական աշխատանքները, քոլեջի վրա ուկրաինական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի։ Հարակացարանի և քոլեջի փլատակներից դուրս են բերվել բոլոր մարմինները, վերջին տվյալով տուժել է 42 մարդ։ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Պասեչնիկը հանրապետությունում երկօրյա սուգ է հայտարարել։ 19 երկրից ավելի քան 50 օտարերկրյա լրագրող ուղևորվել է Ստարոբելսկի հարձակման վայր, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Սպիտակ տան մոտակայքում հրաձգություն է տեղի ունեցել, մի տղամարդ պայուսակից զենք է հանել և 3 անգամ կրակել շենքի ուղղությամբ, ինչից հետո ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալները պատասխան կրակով նրա մահացու վիրավորել են։ Կրակոցների պահին նախագահ Դոնալդ Թրամփը գտնվել է Սպիտակ տան շենքում, սակայն նա և կառույցի աշխատակիցները չեն տուժել։ Փոխհրաձգության հետևանքով թեթև վնասվածք է ստացել մեկ անցորդ, ում տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանությունը և ազգային գվարդիան Սպիտակ տան հարակից թաղամասերն ամբողջությամբ շրջափակել են։ Տարածքում հսկողությունն ուժեղացվել է և ընթանում է քննություն, հարձակվողի ինքնությունն ու դրդապատճառները պարզելու համար։ Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը հիմնականում պատրաստ է և համաձայնեցված, գրել է Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում։ Ըստ նրա, ներկայումս քննարկվում է փաստաթղթի վերջնական կետերը, որոնց մասին կհայտարարվի մոտ ժամանակներում, իսկ համաձայնագրի կարևորագույն պայմաններից մեկը լինելու է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի վերաբացումը։ Թրամփը նաև հայտնել է, որ առանձին և շատ հաջող հեռախոսով խոսել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Այս մեծ խաղաղության փաստաթղթի մշակման աշխատանքներին ԱՄՆ-ից ու Իրանից բացի ակտիվորեն մասնակցել են տարածաշրջանի մի շարք այլ երկրների ղեկավարներ, այդ թվում Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Թուրքիայի, Եգիպտոսի նախագահները, Հորդանանի և Բահրեյնի թագավորները, Կատարի վարչապետը և Պակիստանի ֆլետ մարշալը։
Միացյալ Նահանգները եւ Իրանը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր, որը կգործի 60 օր եւ կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ, հայտնել է Աքսիոսը հղում անելով ԱՄՆ պաշտոնյայի։ 60 օրվա ընթացքում Հորմուզի նեղուցը բաց կլինի առանց վճարի գանձման եւ Իրանը կհամաձայնի մաքրել նեղուցում առկա ականները, նավերի անարգել անցումն ապահովելու համար։ Համաձայնագիրը նաեւ նախատեսել է հրադադարի 60-օրյա երկարաձգում, սակայն Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերը կմնան այնտեղ, մինչեւ Իրանի հետ վերջնական համաձայնագրի կնքումը։ Վաշինգտոնը կվերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը եւ որոշ պատժամիջոցներ, ինչը թույլ կտա Թեհրանին ազատորեն վաճառել նավթ։ Ըստ աղբյուրի ամերիկացիները նաև պատրաստ են քննարկել Իրանից առեցված ակտիվների հարցը վերջնական համաձայնագրի կնքումից հետո 60 օրվա ընթացքում։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ ավելի ուշ հակամարտության վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է լինելու։ Իսրայելական օդուժը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային եւ արևելյան բնակավայրերին։ Տիգրոսի շրջանում իրականացված ռմբակոծությունների թիրախում են հայտնվել բնակելի տներ, ավտոճանապարհներ եւ հանրային ենթակառուցվածքներ։ Ռազմական գործողությունների հետևանքով լրջորեն վնասվել են Հիրամ եւ Թեբնին հիվանդանոցները, ինչի պատճառով տասնյակ բուժառուներ ստիպված են եղել տարհանվել։ Իսրայելական կողմը շարունակում է լիբանանյան գյուղերի բնակիչներին հարկադիր տեղանման հրամաններ տալ, տարածաշրջանում ստեղծելով հումանիտար ճգնաժամ եւ խուճապ։ Ի պատասխան Հեզբոլլահը հարվածել է Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմական օբյեկտներին։ Չնայած ապրիլի 16-ին հայտարարված հրադադարին ռազմական գործողությունները չեն դադարում, իսկ մարտի 2-ից սկսված պատերազմի զոհերի թիվն արդեն հատել է 3100-ը։ Չինաստանի հարավ-արևմուտքում տեղացած առատ անձրևների հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել 17-ը, հայտնել է Սինհուա գործակալությունը։ Շրջանում տեղումների քանակը հասել է ռեկորդային՝ մոտ 297 մմ-ի։